կատակոսի հետևից փորձում են մեր սրբազան հայերին բանտարկեն, այսինքն ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ առհասարակ օրակարգերը ձևավորում են դրսից։ Դրանց մասին մենք պարզապես հետագայում շատ ավելի ուշ դե ֆակտո արձանագրում ենք իրականություն, որը մեզ համար ոչ այնքան ցանկալի է։ Սա ինձ համար լուրջ մտահոգություն է եւ կարծում եմ այդ դիտարկումները, որոնք կապված են հարցազրույցում ձևակերպումի հետ, պետք է հրոխտ եւ կոշտ արձագանքի արժանանան քաղաքացիական պայմանների կուսակցության պատգամավորների կողմից։ Ինչ վերաբերում է այն հայտարարության, որոնք կապված են ինչ վերաբերում է, որոնք կապված են ատոմակայանի փակման մնացած ձևակերպումը, գիտեք, այն ինչ որ տեղի ունեցել վերջին 6 տարում ինձ մոտ ստեղծել է տպավորություն եւ համոզմունք, որ Հայաստանի Հանրապետության ցավոք սրտի իրականությունը չի բխում հենց Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահից, կան պրոցեսներ, որոնք ինչպես շեշտեցի, տեսանելի չեն հասարակության համար, դրանք վերջում են փաստի առաջ կանգնելով ստեղծում իրականություն ցավալի։ Անընդունելի էին, դատապարտում եմ եւ ինձ համար սա բազապես սովորական հայտարարություն չէ, սա իմ պետության ներքին գործերին խառնվելու պրոցեսներ են եւ մեր ժողովրդի նկատմամբ նոր սպառնալիքներ ստեղծելու պրոցեսներ են։ Կներեք քիչ տապեն հանդիպման։ Իշխանությունը ձեզ ամբիոնից մեղադրում է, ասում է Ալիևյան օրակարգը դուք եք բերում այստեղ եւ ինչ որ Ալիևը եւ Ադրբեջանը հայտարարում են, ուսումնը կրկնում է։ Ես իմ ելույթից մեկում նշեցի, որ յուրաքանչյուր խնդիր պետք է նախ առաջերտին կանխագիրիչ մեթոդներ ստեղծվի, որի մեջ ներառում է նաև հակառակորդ պետության պաշտոնական հայտարարությունը վերլուծություն։ Ինչպես ԿՊ-ն է անում, հայտարարություն ուշադրություն չի դարձնում, ինչպես ուշադրություն չի դարձրել երեկվա հարցազրույցին եւ վերջում բերում են նախագծեր, որոնք փաստացի բխում են ոչ այդքան Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն ըստ էության մենք գործ ունենք մի իրականության հետ, որը մեր երկրի համար լուրջ խոչընդոտներ եւ փաստի առաջ կանգնեցող սպառնալիքներ ստեղծում։ Այսքանը, շնորհակալ եմ։